Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Քննչական կոմիտեի հարգելի նախագահ, քննչական կոմիտեի հարգելի աշխատողներ, նախ ուզում եմ շնորհավորել բոլորին քննչական կոմիտեի աշխատողի օրվա առիթով եւ նաեւ շնորհակալություն հայտնել բոլորին կատարված աշխատանքի, ձեր ջանքերի համար եւ իհարկե որևէ կասկած չկա, որ ահռելի աշխատանք է կատարվել եւ ահռելի աշխատանք է կատարվում եւ կարծում եմ այդ աշխատանքը նաեւ տեսանելի է եւ ընդհանրապես նման հոբելյանական օրերին ընդունված է գնահատանքի խոսքեր ասել եւ դա իհարկե այդպես է, ես ուզում եմ գնահատանքի եւ հարգանքի հավաստիքը փոխանցել եւ արտահայտել բոլորիդ նկատմամբ քննչական կոմիտեի համակարգի նրա բոլոր աշխատողների նկատմամբ եւ մյուս կողմից արձանագրել, որ ես կարծում եմ, որ ոչ միայն քննչական կոմիտեում, այլև պետական կառավարման համակարգի եւ երկրի ընկալման տեսակետից մենք մի մեթոդաբանական խնդրեմ ունենք, որը այս վերջերս ենք սկսել մտածել, որ վերաբերվում է բոլոր ոլորտներին։ Մենք ընդհանրապես շատ հարցերում եւ շատ դեպքերում ուզում ենք եւ ձգտում ենք հասնել իդեալական վիճակի, որը թվում է թե նորմալ է եւ դժվար է նույնիսկ առարկել արժի արդյոք ձգտել իդեալի, թե չարժի ձգտել իդեալի, որովհետեւ ես կարծում եմ, որ ընդհանրապես ցանկացած ձևաչափում, երբ որ մենք հարց դնենք եւ հանրությանը, արդյոք մենք խնդիր պետքա դնենք ունենալ իդեալական վիճակ, կարծում եմ պատասխանը դրական կլինի, առնվազն մեծամասնությունը հստակ կասի, այո, որ մենք ուզում ենք իդեալական վիճակ։ Եվ մեր մոտեցումն էլ, ես ուզում եմ հստակ ասել, որ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո իմ մոտեցումը եղել է այդպիսին, այդ թվում քննչական կոմիտեի, մնացած բոլոր պետական եւ ընդհանրապես երկրի հետ կապված, բայց խնդիրը հետեւյալն է, որ այնուամենայնիվ կյանքը ունի իր տրամաբանությունը եւ իր կանոնները եւ իդեալի ձգտումը ինչով է վտանգավոր, որ այդ իդեալի ձգտման ճանապարհին շատ արագ երբեմն եւ շատ մեծ է հավանականությունը, որ վրա է հասնում հիասթափությունը եւ հուսահատությունը, որը խնդրեմ է, հետո այդ ամեն ինչից վերադառնալը ինքը շատ ավելի ջանք եւ էներգիա է խլում եւ ես ընդհանրապես վերջին շրջանում սկսել եմ մտածել, որ այս մեթոդաբանության մեջ մենք պետք է որոշակի բաներ փոխենք, որովհետեւ իդեալի եւ այս հուսահատության կամ հիասթափության այս տրամաբանությունը ինքը 360 աստիճանի այդ շրջանին է նման, որտեղ 0-ն ու 360 աստիճանը ըստ էության շատ մոտ են իրար եւ այնտեղից այնտեղ երբեմն շատ արագ են անցում կատարում, բայց ես ուզում եմ ասել ինչ կապ ունի սա օրվա հետ, որովհետեւ իհարկե մենք այն որ քննչական կոմիտեի եւ ընդհանրապես իրավապահ համակարգի զարգացման համար չասեմ բոլոր հնարավոր ջանքերը, բայց այնուամենայնիվ ինչ որ հասու է եղել, ինչ որ հնարավոր է եղել, հələ դեռ նույնիսկ մի բան էլ ավելին այն տրամաբանության մեջ, որ դիտարկելի է կամ համեմատական այլ համակարգերի հետ, մենք ներդնել ենք, բայց երբեմն լինում են իրադարձություններ, դեպքեր, որոնք ուղղակի հուսահատության են հասցնում եւ դու ինքդ քեզ հարց ես տալիս, ասում ես, բայց ինչի ասա տեղի են, ինչու է դա տեղի ունենում։ Ինչն ենք մենք սխալ արել, որ դա տեղի է ունեցել։ Ես անկեղծ ասեմ, երբ որ առաջի անգամ ես տենց բան իմացել եմ, դա ինձ համար տենց առանց չափազանցության շոկ ա եղել, որ կարա օրինակ քրեական գործ լինի, որը այս տարիներով ընդհանրապես ոչ մի գործողություն չարվի, ընդհակառակ միտեղ գցած լինի, որ հələ բոլորը մոռանան, որ այդպիսի բան չկա։ Ես ճիշտ է, այս համակարգերը ներսից չգիտեմ, բայց տենց կողքից գուցե նաև այդ իդեալականության մասին պատկերացումներն են, որ երբ որ իմանում ես, որ տենց բան է եղել, ասում ես, բայց ոնց կարա տենց բան լինի։ Հետո հաջորդ քայլով ասում ես, ի՞նչն եմ ես սխալ արել, որ այդ բանը տեղի է ունեցել։ Այսինքն ի՞նչը այն չենք արել, որ այդ բանը տեղի է ունեցել, եւ այս առումով ես կարծում եմ, որ մենք այս իդեալի եւ հուսահատության բալանսից պետք է մի քիչ ավելի դուրս գանք եւ հասկանանք, որ միևնույնն է իդեալական վիճակներ չեն լինելու, մենք ուղղակի պետքա ունենանք վճռականություն, որովհետև այստեղ այս իդեալի հուսահատության պահը ինչով է կարևոր, որ երբ որ դու այդ իդեալի ձգտման մեջ ես, դու 100%-անոց էներգիա ես ներդնում,
բնականաբար, երբ որ այս երկրորդը գալիս է, մարդկոցը ոնց որ նստում է ու մի տեսակ կանգ է տեղի ունենում եւ այդ կանգի արդյունքում բաց թողնված ժամանակը ավելի մեծ բան է բերում, խնդիր է բերում, քան այն ժամանակը, երբ որ դու 100% արագությամբ շարժում ես։ Մենք պիտի բալանսավորենք, հասկանանք, որ այնուամենայնիվ ինչքան էլ իդեալից ձգտենք, նախ պետք է հասկանանք, որ չենք հասնելու իդեալին, այլ մեզ պետք է հստակ կանոնակարգված եւ արդյունավետության բարձրացման վրա աշխատել։ Շարունակական արդյունավետության բարձրացման վրա։ Ինձ թվում է իդեալը կամ իդեալի պատկերացումը դա, որ մենք ամեն հաջորդ փուլի, չեմ ուզում ասեմ ամեն հաջորդ օր, մենք պետք է արձանագրենք, որ մենք ավելի արդյունավետ ենք աշխատում, ավելի արդյունավետ ենք հանցագործությունները բացահայտում, ավելի արդյունավետ ենք կանխում եւ նախականխում հանցագործությունները եւ ավելի արդյունավետ ենք կատարում մեր աշխատանքը։ Ես իհարկե էստոնական օրով քննչական կոմիտեի այդ աղմկահարույց դեպքը երբ որ տեղի ունեցավ, հետո սկսում ես մտածել։ Ես նկատի ունեմ այդ գումարի իրեղեն ապացույցի հափշտակության դեպքը, սկսում ես մտածել, ասում ես, բայց ոնց է հնարավոր, որ դա ինչի է դա տեղի ունեցել։ Ու անկեղծ ասեմ, կներեք ես անկեղծության համար, այդ տենց դեպքեր, որ տեղի են ունենում, ինձ միշտ հետաքրքրում է։ Ասում եմ հետաքրքիր, ես չեմ էլ հետո ստուգում, ճշտում, որովհետև այդ հարցը իրականում հռետորական է։ Ինձ միշտ հետաքրքրում, ասում եմ հետաքրքիր է, որ ես այսքան ժամանակ գնացել եմ այդ օրերին, ելույթ եմ ունեցել, այդ մարդը դահլիճում եղել է, նստած, ասենք, լսել է ինչի մասին է խոսակցությունը եւ այլն, անկեղծ եմ ասում, հետո չեմ ստուգել, եղել է թե չի եղել, որովհետև հարցը իրականում հռետորական է։ Եվ որպես կառավարության ղեկավար ես ինձ եմ հարց տալիս, որը ընդհանրապես քաղաքականությունների մշակման եւ իրականացման համար պատասխանատու է, ես ինձ եմ հարց տալիս, ասում եմ, ի՞նչն եմ սխալ արել։ Մենք ընդհանրապես ի՞նչն ենք սխալ արել, որ դա հնարավոր է։ Ընդ որում այդտեղ լավ լուրն է նա, որ այդ դեպքը տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ որ քննչական կոմիտեի նախագահը որոշել էր, որ իրական ապացույց դրամական միջոցներ եւ այլն, չպետք է պահվեն աշխատանքային տարածքներում, այլ ընդհանցակարգը ամբողջությամբ կփոխվի եւ այս բարեփոխումը ոնց որ թե տենց ինչ որ առումով սադրիչ բաներ ունեցել նշանակություն, երբ որ հասկացվել էր, որ այդ գումարը գնում է, հետեւաբար պետքա որոշում կայացնել։ Բայց ես ընդհանուր առմամբ գիտեք ինչի եմ այս ամեն ինչը ասում, որովհետև մենք այսօր շատ խոսում ենք պրոֆեսիոնալիզմի մասին եւ մենք այստեղ էլ պետք է հասկանանք, թե պրոֆեսիոնալիզմ ինչա նշանակում, որովհետև օրենքի իմացություն, այո, հոգեբանական գիտելիքներ, այո, իրավական գիտելիքներ, այո, բայց ես ուզում եմ երկու բան նշել, որը վերաբերվում է քննիչին, նախարարին, նախարարի տեղակալին, վարչապետին, ոստիկանին, զինվորականին, որ անկախ ամեն ինչից բոլորս մարդ ենք եւ բոլորս սխալական ենք, բայց պետական ծառայության եւ ընդհանրապես հանրության մեջ, քաղաքացու մեջ պետք է լինեն ինչ որ արգելքներ, որ այնուամենայնիվ մի բան կա, մի գիծ կա, որը անհնար է, ոչ մի պարագայում հնարավոր չի անցնել։ Երկրորդը, ես ուզում եմ ընդգծել խիզախությունը։ Իմ կարծիքով, օրինակ, առանց խիզախության հնարավոր չի քննիչ լինել։ Դա բացառված բան է։ Հնարավոր չի առանց խիզախության լինել արդյունավետ քննիչ։ Նույնը վերաբերվում է միջալոց նաև ոստիկանին, դատախազին, դատավորին։ Եվ մեր սա մի չափանիշ է, տեսեք, չէ, որ մենք պետքա չափենք։ Երբեք հնարավոր չի չափել։ Երբեք հնարավոր չի չափել։ Դա ինչ որ ուրիշ կատեգորիա է, բայց ես համոզմունք ունեմ, որ առանց որոշակի այս արգելքներն էլ որ ասում եմ, այդ արգելքը պայմանականորեն մեր իրականության մեջ երևի ընդունված է եւ ճիշտ է, որ արժեքային համակարգը եւ բարոյական համակարգը, որ եւ երկրորդը խիզախությունը։ Այս երկուսն էլ անչափելի բաներ են։ Ամեն մարդ ինքը իր մեջ գիտի, այնուամենայնիվ ինքը ինչ կարա անի եւ ինքը ինչ չի կարա անի, եւ ես այս ամեն ինչը ասելով հիմա որևէ կոնկրետ գործնական բան նկատի չունեմ, ես ուղղակի կիսվում եմ այսօր նաեւ իմ տպավորություններում այս ընթացքում տեղի ունեցած դեպքերի վերլուծության արդյունքում իմ հանգած հետևություններին եւ սա շատ լրջագույն թեմա է, որովհետեւ օրինակ այսօր շատ կադրային քաղաքականության մասին խոսվում է
բնականաբար դա վերաբերվում է քննչական կոմիտեի նախագահն էլ քննչական կոմիտեում է կադրային քաղաքականություն վարում եւ նկատի ունեմ անընդհատ խոսում է կրթություն, այո, դա շատ կարեւոր բան է եւ իրականում ես կարծում եմ որ խիզախությունն էլ կրթության հարց է, որովհետեւ խիզախությունը գալիս է նրանից նաեւ թե մարդը հասկանում է ինքը այնուամենայնիվ ինչով է զբաղված ինքը, իսկ ինքը ինչքանով է հասկանում, ինչքանով չի հասկանում, այնուամենայնիվ դա որոշակի կրթության հետ կապ ունեցող բան է։ Բարոյականությունն էլ իմ կարծիքով կրթության հետ կապ ունեցող որոշակի բան է, թե ինչ ներքին գծեր եւ արգելակներ կան մարդու մեջ, որը ինքը գիտի, որ ինքը երբեք չի անցնի։ Եվ ես կարծում եմ, որ հատկապես քննիչի եւ իրավապահ համակարգի ընդհանրապես պայմաններում սա առանձնահատուկ է, որովհետեւ ըստ էության այստեղ նստած են ուրիշների ճակատագրերը որոշող մարդիկ։ Եվ առանց այս համակարգերի մենք կարանք շատ լուրջ խնդիրներ ունենալ։